Ողջույն հանաբազորյա հացի սիրելի ընտանիք, սիրելի եղբայրներ և քույրերի Քրիստոս։ Այսօր պիտի խոսիմ այսօրվան Պետրոսներու մասին, այսինքն այն հոգևորականներուն, որոնք իրենց բերանով կբարձենան, թե Քրիստոսի հետևորդներն են, բայց իրենց սրտով ու գործով հեռացած են այն Պետրոսեն, որ ցուպ բռնող, աղքատ, բայց հոգևոր հսկամը եղավ։ Քրիստոսի աշակերտին առաջին գոչումը բարձ է. թողնիլ իր ուրգանը եւ հետևիլ Քրիստոսին։ Ուրգանը միայն կորձիկի միջոց չէր կամ կորձի, այլ խորհրդանիշ էր իր հին կյանքին, մեղքին, վայելքին, անբավարարության եւ աշխարհասիրության։ Բայց ինչպես է այսօր։ Այսօրվան Պետրոսը այլևս չի թողնուր ոչինչ, ոչ իր հին վայելքը, ոչ իր աթոռը, ոչ իր շահը։ Այլ հագարակը կփողոք է, ասելով դեր, մենք ինչ պիտի ստանանք, որ թողուցինք ամեն ինչ ու եկանք քեզ ետևեն։ Այսօրվան Պետրոսներու համար ամեն ինչ վճարովի է, մկրտություն, բսակ, բադարակ, հոգեանքիստ եւ այլն։ Ամեն ինչը քին ունի։ Մեկը երթա գյուղ, մյուսը քաղաք, ոչ թե քարոզելու համար եւ աղոթելու, այլ ինչ ունենանք մտածումով։ Մեկը նոր մեքենա կգնե, ժողովրդին ողբի քինով, մյուսը տուն կկառուցե զոհասեղանին դրամով, իսկ Քրիստոս, որում պիտի հետևեին, իր գլուխը չուներ կամ գլուխ չուներ, ուր դներ։ Պետրոսը, Սուրբ Պետրոսը, երբ Քրիստոսին նայեցավ աչքերով, տեսավ իր մեղավորությունը ու ընկավ ձնրաթիր, ասելով դեր, ես մեղավոր մարդ եմ, հեռացիր ինձ։ Այս խոստովանությունը դարձավ անոր հավատքի սկիզբը, բայց այսօրվան Պետրոսները ոչ իրենց մեղքը կտեսնեն եւ ոչ առավել եւս Քրիստոսը։ Ինքզինք տեսած մարդը հեզություն ունի, հողի պես կխոնարի, բայց այսօրվան Պետրոսները խաչը դարձուցած են աստիճան բարձրացնելու իրենց իշխելու դենչը։ Քրիստոս ասավ Պետրոսին. ճշմարիտ կսեմ քեզի, դուք որ հետևեցաք ինձի, այսինքն երբ մարդու որդին նստի իր պարկի աթոռին, դուք ալ պիտի նստիք 12 աթոռներու վրա, թադելու Իսրայելի 12 ցեղերը կգարտանք Մատթեոս 19:28-ին։ Բայց այս խոստումը դրված է այն Պետրոսներուն, որոնք իրավամբ թողած են ամեն բան ու խաչ վերցուցած հետևած են Քրիստոսին։ Ոչ թե անոնց, որոնք այսօր պարկի աթոռներու վրա նստած են, առանց խաչ կրելու, որովհետև առանց խաչի աթոռը դատաստանի աթոռ չէ, այլ դատապարտության։ Այսօրվան Պետրոսները կխոսին Քրիստոսի անունով, բայց կմերժեն Քրիստոսի հոգին, կհիշեցնեն ժողովրդի հնազանդության մասին, բայց իրենք հնազանդ չեն Աստուծո։ Կխոսին աղքատության մասին, ջող գահերու վրա նստած, կքարոզեն ողորմություն, բայց ինքնին իրենց սրտի մեջ չկարենալով մաքրել։ Այդ Պետրոսները դարձած են վարչական գործակալներ, ոչ հովիվներ։ Մեղքը ծածկելու համար կդիմեն հետին արտարացումներու, գեղձավոր կեցվածքներու եւ արտաքին փառքի։ Բայց Քրիստոսը չի խաբվիր, սիրելի հայրեր։ Ան գիտե, թե ինչը տողած ես եւ ինչը բահած ես եւ վասն ինչի։ Սուրբ Պետրոսը նույնիսկ իր աշակերտության ընթացքին բազմիցս սայտակեց, ուրացավ, վախցավ, քայթակեցավ, բայց ի տարբերություն այսօրվա Պետրոսներուն ան լացավ։ Ան արդասուքով մաքրեց իր մեղքը, իսկ մեր ժամանակի Պետրոսները ոչ կարտասվին, ոչ կզղջան։ Անոնք գտած են արտարացումներ, իրենց աթոռները բահելու եւ իրենց անձը արտարացնելու համար։ Բայց Տերը գսե. գույր առաջնորդներ, գույրը կդանեք եւ երկուքը տալ փոսի մեջ կինակ։ Այո, սիրեիներ։ Այսօր մեր ժողովուրդը փոսի մեջ է, բայց մեղքը միայն ժողովրդին չէ, որովհետև առաջնորդները, որոնք պիտի հանեին զայն այն փոսեն, իրենք ալ ինգած են այդ փոսի մեջ։ Ով մեղքով կապված է, չի կրնար զադել ուրիշը մեղքեն։
Բեդրստը տողուց իր ուրգանը, որբեսի ուրիշներու հոգիները որսա, բայց այսօրվան Բեդրոստները իրենց ուրգաններով ժողովուրդը կբռնեն դրամ շողոքորտելու համար, արոնք դարձած են կամ դադրած են հոգևոր ցգնորսներ ըլլալե, եղած են վաճառականներ։ Սիրեիներս, Քրիստոս չի պնդրել գադարյալ մարդ, այլ թողնող մարդ, թողնող իր հին եսը, իր հբարդությունը, իր անպարտավորության փարասիրությունը։ Բեդրոսը թողեց իր արաքաստը եւ դարձավ քար, ժայր, իսկ այսօր մեր քարերը, մեր ժայրերը բշրված են։ Մեր առաջնորդները հոգնած, մեր հոգևորականները քայթակած, բայց Տեր հավատքը չէ մերած։ Քրիստոս այսօր ալգսե, յետևես եկուր, ուստի միջև ուշ չէ, թող մեր այսօրվան Բեդրոսները արերեսվին իրենց խղճին, իրենց իրականությանը, թող իջնեն իրենց աթոռներեն եւ մտնեն ժողովրդի մեջ մերգ եւ անգեղծ, թող թատրին ոսկի որոնելե եւ սկսին հոգի բրգել, թող թատրին սրբություն վաճառելե եւ սկսին Սուրբ Հոգին խնդրել, որովհետեւ այն օրը պիտի գա, երբ իրական Բեդրոսը, Սուրբը, պիտի կանգնի Տիրոջ աջ կողմը, իսկ գեղձ Բեդրոսները ցախ կողմը, եւ Տերը պիտի հարցնե. երբ ին ոչխարները քաղցած էին, գերագրեցիր, թե քին բահանջեցիր, երբ մերգ էին հագցուցիր, թե վարձք բահանջեցիր, երբ հավատքը մարած էր, նորոգեցիր, թե կանտեցիր, այդ օրը ոչ բադիվը, ոչ բադարակը, ոչ աթոռը պիտի օգնե, այլ միայն արցունքը, եւ դա նաեւ պիտի չօգնե։ Եվ ուրեմն, եկեք դարձնենք մեր հոգիները որպես հին Բեդրոսի ուրգանը, դադարք, բայց պատրաստ լեցվելու Տիրոջով։ Թող ամենքս թողunk մեր մեղավոր անցյալը, ոչ միայն բարով, այլ գործով։ Թող վերագտնենք խոնարհությունը, որ նախապայման է սրբության։ Թող առաջնորդները իսկական առաջնորդ դառնան, ոչ թե քահերու վրա, այլ խաչերու վրա, որովհետև միայն խաչը կդանի դեպի հարություն։ Սիրելիներս, իմ գոչումն ու բարդականությունն է ավետարանի ճշմարտությունը ցեզ տեղեկացնել, իսկ ձեր բարդն է լսել, հասկանալ եւ կիրառել։ Ես համբարդ եմ ձեր արյունեն քարի ցեզ իրազեկեցի ավետարանի ճշմարտության մասին։ Ոչ ոք չի գտնարսել, որ չէ լսած ճշմարտությունը։